Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մկրտչյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Բժիշկ Մկրտչյան, նախ խոսենք ամենակարևոր թեմայից, քանի որ արդեն 1 ամիս է, ինչ պոլիկլինիկան տեղափոխվել է մեկ այլ մասնաշենք, նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքը, ինչպես եք հարմարվել։ Նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքը վերանորոգել ենք մինչև տեղափոխվելը, շուրջ 100 միլիոն դրամի կառավարության ծրագիր ենք բերել, վերանորոգել ենք ամբողջ տարածքը, որտեղ որ տեղակայվելու է եւ պոլիկլինիկան, եւ շտաբօգնության ծառայությունն է մեր հետ տեղակայվելու։ Նախքին մասնաշենքի հետ համեմատ բնականաբար լրիվ այլ միջավայր ենք ստացել, մեր քաղաքացիներին որակյալ եւ պատշաճ բուժ սպասարկում ապահովելու համար նախ եւ առաջ, մինչեւ մեր մշտական մասնաշենքի վերակառուցման ծրագիրը կավարտվի եւ հետո կտեղափոխվենք նախքին հասցեում։ Իսկ բուժարուները դժգոհություն չեն հայտնել շենքի տեղափոխման հետ կապված։ Դժգոհություն չէ, ավելի շատ գոհունակություն են հայտնել, թե բնականաբար այն տարածքները, որտեղ որ ավելի հեռավորությունը մեծացել է եւ տրանսպորտային խնդիր կա, այդ մասով դժգոհություններ կա, բայց հիմնականում ավելի գոհունակություն են հայտնում, որովհետեւ նախքին մասնաշենքը ավելի շատ կոսմետիկ վատ վիճակում էր, բնականաբար այս նոր մասնաշենքում մենք այդ կոսմետիկ խնդիրը չունենք, ամբողջովին վերանորոգված մաքուր կոկիկ տարածքներ ենք ստացել, պայծառ լուսավոր հիվանդասենյակներով եւ նախքին մասնաշենքի հետ համեմատ մենք ծմրանը բնականաբար ավելի հարմարավետ տարածք կունենանք, քան թե նախկինում էր, իսկ տրանսպորտային հարցով դժգոհությունը զուտ միայն տրանսպորտի հետ է կապված, որ մեծ թվով տրանսպորտային միջոցներ չկան այդ երթուղին սպասարկող, որը բնականաբար արդեն մեր տիրույթի հարց չէ, դա քաղաքապետարանի տիրույթի հարց է, որի մասին դժգոհությունները բազմաթիվ են արդեն։ Իրականում շատ հաճախ մեր տարեց համակարգացիները հենց դժգոհում են տրանսպորտի բացակայությունից կամ ուշ երթուղի դուրս գալուց։ Իսկ տեղափոխման ընթացքում խնդիրներ առաջացան, թե ոչ, ի վերջո այդ կամ բժշկական տեխնիկական սարքավորումներ էին տեղափոխվելու։ Բնականաբար շատ թվով դժվարություններ առաջացել են, բայց մենք աշխատել ենք ավելի շատ ազատ շաբաթ-կիրակի օրերին այդ տեղափոխումները կազմակերպել, որպեսզի ընդհանրապես չխանգարվի մեր քաղաքացիների բուժ սպասարկումը, որովհետև գիտենք ապահովագրության համընդհանուր ապահովագրության ծրագրի կիրառումից հետո պոլիկլինիկաներում հաճախությունը բուժարումների շեշտակի բարձրացել է եւ մինչեւ օրս տենդենսը չի նվազում։ Բնականաբար մենք կամ աշխատանքային ժամի ավարտից հետո ենք մեծ մասը տեղափոխել, իսկ ամենամեծ հատվածը աշխատանքի կատարել ենք շաբաթ-կիրակի օրերին։ Այդ 2 օրվա մեջ ճիշտ է շատ մեծ ծանր աշխատանք էր, բայց ի պատիվ նաեւ մեր կոլեկտիվի բոլոր անդամների, որոնք նույնպես մասնակցել են տեղափոխման աշխատանքներին, հանգստյան օրերին կարողացանք լրիվ տեղափոխումը կատարել ու երկուշաբթի օրվանից արդեն մեկնարկեց աշխատանքը նոր Մանուշանուտ հասցեում։ Այսինքն այսպես թե այնպես պոլիկլինիկայի բնականon աշխատանքը չի խաթարվել։ Բնականաբար որոշակի դժվարություններ եղել են կապված շինարարական աշխատանքների մեկնարկի հետ, բայց աշխատել ենք այնպես անել, որ մեր բուժարուները այդ խնդիրը հանկարծ չզգան իրանց առօրյայի մեջ։ Հիմնականում հաջողվել է այդ խուսափել։ Այստեղ ամեն ինչ արդեն արված է, բուժարուներին ընդունում եք, նախկին մասնաշենքում ինչպիսի վիճակ է այս պահին։ Այս պահին մենք նոր հասցեում բնականon աշխատանքը ընթանում է, արդեն շուրջ 1 ամիս է տեղափոխվել ենք նոր մասնաշենք, առաջին իսկ օրվանից բուժարուների նորմալ սպասարկումը պատշաճ կերպով իրականացվել է, ոչ մի խնդիր չկա, այս պահին էլ բնականon գործընթաց է գնում, իսկ նախկին մասնաշենքը, նախկին Այրան կենտրոնի հատվածը ամբողջովին մենք շինարարի կողմից արդեն քանդման աշխատանքները կատարվել են, ընթանում են արդեն ամրացման, հիմքի ամրացման աշխատանքներ եւ կարծում եմ, որ սահմանված ժամկետներում ամբողջ շինարարական ծավալը մենք կվերջացնենք, ավարտին կհասցնենք։ Տեղյակ ենք նաև, որ նախկին մասնաշենքում դեռ մնացել են որոշակի տեխնիկասարքավորումներ, ինչով է դա պայմանավորված։ Դրանք ռենտգեն սարքավորումներն են հիմնականում, որոնք ճառագայթային սարքավորումներ են։ Բնականաբար դրանց տեղափոխում, ապա մոնտաժում համապատասխան թույլտվություններ են անհրաժեշտ, որոնք ժամանակային առումով
process-ներ են, որոնք հնդածս պետք է կատարվի եւ համապատասխան տեսչական մարմնի թույլտվությունը պետք է լինի, արձանագրությունները պետք է լինեն, որովհետեւ այդ սարքերը ճառագայթ արտադրող, ճառագայթ գեներացնող սարքեր են, որոնց ապամոնտաժումը հենց ուղղակի զուտ որպես տեխնիկական տեղափոխում չես կարող անել, բնականաբար դրանց համար հատուկ պայմաններ են պետք, դրանց տեղակայման համար են հատուկ պայմաններ պետք, մեր ռենտգեն սարքավորման, որը կիրառելու ենք մեր սպասարկման ընթացքում այդ տարածքի հատուկ նյութերով պատել է պետք, դրա համար լիցենզավորվել է պետք, նոր գործարկել է պետք, այդ ուղղակի այդ խնդրի պայմանով է, դրանով է պայմանավորված այդ որոշակի սարքավորումների այդտեղ մնալը, բայց դրանք այս շաբաթվա ընթացքում իմ կարծիքով մենք ամբողջությամբ կարողանանք այդ սարքերն էլ առանձնացնել եւ նաեւ մեկ միտք կա նոր մասնաշենքում ունենալ թանգարանային հատված, որտեղ կցուցադրենք այն սարքավորումները, որոնք սովետական ժամանակներից են կիրառվել, մենք մեր մոտ պահեստում ունենք բնականաբար այդպիսի սարքեր, որոնք այսօր կիրառման ենթակա չեն, բայց որպես պատմության ինչ-որ մի մասնիկ, որ ժամանակին այդ սարքերով են ախտորոշել, դրանք նախատեսում ենք պահպանել եւ ցուցասրահի պես տեղ ունենալ հատուկ մեր պոլիկլինիկայի տարածքում, թե քանի որ Գյումրին նաև զբոսաշրջային քաղաք է ու շենքը պատմամշակութային արժեք ունեցող շենք է, 1936 թվականին կառուցված շենք է, բնականաբար այնտեղ սրբատաշ քարերով ցուցադրելու համար հատուկ այդպես տեղ ենք նախատեսում ստանալ, հուսով ենք շատ լավ կոլորիտային ինչ-որ մի հատ միջավայր կարողանանք ստանալ։ Այո, կարծում եմ յուրատեսակ եւ տարբերվող կլինի։ Որովհետեւ Հայաստանում չեմ իմացել, աշխարհում էլ երևի թե քիչ թվով այդպես թանգարաններ կան, որոնք գործող պոլիկլինիկայում։ Հա, այն է գործող պոլիկլինիկայում կամ բուժ հիմնարկում ընդհանրապես, որ նախքին տարի սարքավորումները պահպանված լինեն եւ թեկուզ մարդիկ կան տեսնեն, թե ասենք իրենց տադերը բաբեր ինչ սարքավորումներով նախտորոշել։ Կարծում եմ նաև առանձին մուտքով։ Հա, առանձին մուտքով, բնականաբար, որպեսզի չխանգարի պոլիկլինիկայի ներհիվանդանոցային աշխատանքին։ Վերջին տարիներին առողջապահական ոլորտում օպտիմալացման ծրագրեր բազմից են լինում, այդ ծրագրերից մեկն էլ կոնկրետ հենց մեզ մոտ կիրառվեց, հա, եւ 3 պոլիկլինիկաների միացում պիտի տեղի ունենա, ամենայն դեպս այսպես է նախատեսվում։ Դա նախատեսվում է անել, բնականաբար այս պահին չենք կարող ասել վերջնական ինչ տեսք կունենա այդ միացումը, բայց այս մասնաշենքի վերակառուցումից հետո բնականաբար կենտրոնացնել մի շենք մասնաշենքի մեջ, որպեսզի ավելի լավ պայմաններով կարողանանք սպասարկել, որովհետև ինչպես գիտենք, մեր պոլիկլինիկաների ոչ բոլոր պոլիկլինիկաների շենք-շինությունների վիճակն է շատ բարվոք, բնականաբար այստեղ կենտրոնացնելով եւ բուժառուի համար հարմար կլինի մեկ տեղում ամբողջ բուժ սպասարկումը ստանալ եւ նաեւ ինչու՞ չէ կադրային խնդիրը մենք ինչ որ չափ կվերացնենք, որովհետեւ քաշ տեղյակ ենք, որ մարզերում որոշակի մասնագիտությունների կարիք կա, մասնագետների կարիք կա, որոնք օրինակ այս պայմաններում համատեղում են աշխատանքը մի քանի պոլիկլինիկաներում, հատկապես նեղ մասնագետները, որոնք ավելի շատ կազմակերպչական դժվարություններ են առաջացնում, ինչի, որովհետև մարդը ավելի շատ ժամանակ է ծախսում տեղափոխման վրա, այսինքն մեկ աշխատանքի վայրից մյուս աշխատանքի վայր, քան ստե հասնում է բուն իր աշխատանքով զբաղվի, եւ մենք այլ տարբերակ տնօրեններին չի մնում, որովհետև այդ սպասարկումը դու պետք է ունենաս, բուժառուն պետք է սպասարկումը ստանա, բնականաբար դու այդ մասնագետին ամեն գնով փորձում ես պահել պոլիկլինիկայում, դա ուղղակի այդ խնդիրը կադրային խնդիրն է, որը հուսով եմ, որ նաեւ ինչ որ չափով պետական մակարդակով ինչ որ բարեփոխումներ կլինեն, թեկուզ համալսարանների, չգիտեմ ինչ որ ֆոնդերով ֆինանսավորելու, պարտավորեցնելու որ կան, օրինակ սովետական միության ժամանակ նման տարբերակ ծրագրեր եղել են, երբ որ վարձի ինչ որ փոխհատուցում է եղել, բայց պայմանով որ X ժամանակահատված պետք է այսինչ տեղը աշխատես։ Եվ նշանակել է։ Եվ նշանակել են այդտեղ մենք միայն ուրախ կլինենք, եթե տարբեր մասնագետներ կան փորձեն մեր մոտ աշխատել, բնականաբար մեծ սիրով կընդունենք, նաև հրավիրում ենք մեծ սիրով, մեր շենքային պայմանները շատ լավն են, մեր կոլեկտիվը շատ լավ կոլեկտիվ է, մեծ սիրով կհրավիրենք, թող կան, բնականաբար մեր համակարգացիներն ավելի լավ բուժ սպասարկում կստանան։ Տեսեք, յուրաքանչյուր օպտիմալացման ծրագրի այդ նախնական շրջանում աշխատակիցները այսպիսի մի վտանգ են զգում, հա, կրճատման
ազատման աշխատանքից կա այս վտանգը։ Չէ, այդ վտանգը այս պահին չկա, ինչի, որովհետև միավորման դեպքում նաև ավելանում է սպասարկվող ազգաբնակչության թիվը եւ բնականաբար այդ թվով ազգաբնակչության որակյալ պատշաճ սպասարկման համար բնականաբար անհրաժեշտ է այդ քանակի բուժ անձնակազմ ունենալ, որովհետեւ կարողանաս նորմալ պատշաճ սպասարկում ապահովել։ Դրա համար այս փուլում չեմ կարծում, որ այդ խնդիրը մենք կունենանք։ Մի փոքր խոսենք համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից։ Ինչ տվեց այն պոլիկլինիկային։ Պոլիկլինիկային կարելի է ասել բոլոր պոլիկլինիկաներին նոր շունչ է հաղորդել այդ ծրագիրը, բայց չմոռանանք, որ սկզբում մի փոքր դժգոհություն կար։ Պոլիկլինիկաների մասով չի եղել, դա հիմնական դժգոհությունն եղել է ավելի շատ օրենքի չիմացությունից եւ ոչ հստակությունից, բնականաբար յուրաքանչյուր բարեփոխում, որը սկսում ենք կիրառել, նոր կիրառման արդյունքում է տվյալ բարեփոխման մոտ տասերը եւ խնդիրները առնչվում ենք նոր այդ ժամանակ։ Բնականաբար խնդիրներ եղել են, բայց մենք փորձել ենք շատ արագ օպերատիվ լուծումներ առաջարկել, թե նախարարության հետ ուղիղ աշխատանքով, թե մյուս բժշկական կենտրոնների հետ ուղիղ աշխատանքով շատ արագ փորձել ենք հարթել եւ պիտի ուրախությամբ նշեմ, որ այս պահի դրությամբ արդեն այդ խնդիրը չկա, ինչի որովհետեւ թե քաղաքացին եւ թե մեր աշխատակազմի աշխատողները արդեն իրենք յուրաքանչյուրը գիտեն, թե այդ համընդհանուր ապահովագրության ծրագրի որ մասը որ կերպ են աշխատելու ու խնդիրներ չկա, հիմա շատ հանգիստ մարդիկ գալիս հերթագրվում իրենց բուժ սպասարկումը ստանում են, դրա մասին է վկայում այս տենդենսով բարձրացող հաճախության թվերը, որոնք տարեսկզբից եւ արդեն տարեսկզբից իսկ նկատվում էր այդ հաճախության բարձրացումը, մենք մտածում էինք, որ կանխատեսում ենք տարվա կես կարող է կանգնի կամ ինչ որ չափ սկսի նվազել, բայց չէ, հիմա էլ ավելի բարձր տենդենսով է գնում ու դա իմ կարծիքով պայմանավորված է ապահովագրվող անձանց թվաքանակի ավելացմամբ, դա կախված է նաեւ ստվերային աշխատողների արդեն բարձ մաքուր հարկային դաշտում գրանցվելու եւ թե գործատուների կողմից աշխատավարձերի բարձրացումով, օրինակ վերեմ մեր մոտ մենք մեր աշխատակազմից ունեինք որոշակի թվով աշխատողներ, որոնց 20-30 հազար դրամներ պակասում, որ իրանք տեղափոխվեն ապահովագրության շրջանակներում սպասարկվեն, մենք այդ բարձրացումներն արել ենք ամբողջ պոլիկլինիկաներով, քաղաքի պոլիկլինիկաներով, այդ բարձրացումն արել ենք, որ մեր աշխատողներն ավտոմատ անցնեն ապահովագրության ծրագրի շահառուտ առան եւ իրանք էլ ստանան, ինչու՞ չէ։ Նաև բարձրացումներ են կարել վերջի շրջանում վարչական մասի աշխատողների աշխատավարձերն են զգալիորեն ավելացել, որոնք իմ երկրորդ պոլիկլինիկայում բոլոր վարչական աշխատողներն այս պահին արդեն ապահովագրության շահառուներ են դարել այդ բարձրացման արդյունքում։ Այսինքն ապահովագրությունը դրական տվեց ոչ միայն բուժառուին, այլև հենց առողջապահության ոլորտում աշխատողին։ Միանշանակ ծրագրի առաջնահերթությունը տված էր քաղաքացիների բժշկական սպասարկման եւ բուժման որակի բարելավման համար, այդ ուղղությամբ էր ծրագիրը, բայց նաեւ իր երկրորդային էֆեկտներից մեկը նաեւ հենց հիվանդանոցների, պոլիկլինիկաների, բժշկական կենտրոնների աշխատակազմի եւ պոլիկլինիկաների ֆինանսական վիճակի շեշտակի բարելավման ուղղությամբ գնաց։ Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ օրինակ մեր լաբորատոր հատվածը ամբողջովին 2026 թվականի սարքավորումներով ենք փոխարինել եւ դա անել առանց ապահովագրության ծրագրի եւ դրա տված ֆինանսական էֆեկտի, առանց դրա հնարավոր չէր անել եւ փաստացի մենք այսօր պոլիկլինիկայում ունենք այնպիսի որակի լաբորատորիա, որ կարելի է ասել չունեն մասնավոր սեկտորի 1 կամ 2 տարի առաջ բացված մասնավոր սեկտորի լաբորատորիաները։ Մենք ամբողջը նոր համակարգերով ենք փոխարինել, բնականաբար ավելի արագ, ավելի որակյալ, ավելի ճշգրիտ անալիզների ստացման համար։ Այսինքն բժշկական տեխնիկասարքավորումները թարմացրել եք, ինչ կգնայիք նոր մասնաշենք։ Այո։ Բնականաբար մինչ շինարարական աշխատանքների ավարտը մենք պարտավոր ենք մեր քաղաքացիների համար ապահովել շատ լավ, ճշգրիտ բնականon աշխատանքային պայմաններ, որոնց համար ուղղակի առանց սարքավորումների թարմացման հնարավոր չէ դա անել։
Նշեցիք, որ արդեն ներկայիս մասնաշենքում թիվ 2 պոլիկլինիկայի բուժառուները սպասարկվում են այնպես ինչպես հարկն է։ Այնուամենայնիվ, հերթեր կուտակվում են։ Այսինքն օգտվում են Արմետ համակարգից բուժառուները։ Հերթեր բնականաբար կուտակվում են, որովհետև մեր ցավոտ կողմն է դա, ինչի, որովհետև նախ մարդիկ սովոր չեն Արմեդում գրանցվել, նախապես պլանավորել, դա հիմնականում իմ կարծիքով մենտալիտետային ինչ-որ խնդիր է, ոչ թե աշխատանքային, որը մենք փորձում ենք աշխատանքային պայմաններով բարելավել։ Մեր մոտ շուտով կգործարկվի նաև առցանց հերթագրման համակարգը, կսկսենք արդեն գործարկել, օրինակ բանկային համակարգի հերթագրման ծառայությունը նման կլինի, տանից կկարողանաք 1 կամ 2 օր առաջ կոնկրետ ժամ ֆիքսել, որ բժիշկի մոտ եք ուզում գնալ, նախապես 10-15 րոպե շուտ մոտենալ, կտրոնը ակտիվացնել համակարգով եւ 15 րոպե սպասելուց հետո արդեն սպասարկվեք տվյալ բժիշկի մոտ։ Դա եւս բնականաբար սկզբնական շրջանում խնդիրներ է առաջացնելու, մենք քաշ գիտակցում ենք, արդեն նաև պատրաստ ենք այդ խնդիրները շատ արագ լուծելու, բայց մեր մոտ էլ արդեն աստիճանաբար փոփոխում ենք դեպի ավելի թվային աշխարհի հետ ենք սկսում աշխատել, թե նաև արհեստական բանականության հետ, նաև թվային, չգիտեմ, ծրագրային ինչ որ սպասարկումներ, որոնք ուղղված են միայն ու միայն քաղաքացիների բուժ սպասարկումը ավելի որակյալ, ավելի ճշգրիտ ու ավելի հարմարավետ դարձնելու։ Որպես տնօրեն, ինչպես եք գնահատում թիմային աշխատանքը։ Շատ կարևոր հանգամանք է թիմային աշխատանքը, որովհետև եթե թիմային աշխատանքով մոտենանք յուրաքանչյուր խնդրին, չլուծվող խնդիր գոյություն չի ունենա ուղղակի, բնականաբար կլինեն բարդ խնդիրներ, առաջին հայացքից անլուծելի թվացial խնդիրներ, որոնք թիմային աշխատանքի շնորհիվ միանշանակ վստահ եմ իրենց լուծումները ստանալու են, ու մենք ունենք նման փորձ կիրառած, հենց պոլիկլինիկայի տեղափոխման աշխատանքների ժամանակ բնականաբար հասկանում ենք այդտեղ ինչ մեծ ծավալի աշխատանք է գնացել, ինչքան խնդիրներ են եղել, բայց թիմային աշխատանքի արդյունքում մեր պոլիկլինիկայի բոլոր աշխատողները մեկ մարդում նման իրենց հանգստի օրով մասնակցել են այդ տեղափոխման աշխատանքներին, դրա արդյունքում էլ ունենք այն պատկերը, որ ունենք այսօր արդեն նախկին Սամարիտեր հիվանդանոցում։ Այսինքն դա եւս մեկ ապացույց է։ Դա հենց ապացույց է թիմային աշխատանքի դրական արդյունքի մասին։ Մյուս բժշկական հաստատությունների հետ կա համագործակցություն։ Բնականաբար բոլոր բժշկական հաստատությունների հետ համագործակցում ենք, տնօրենները անընդհատ մենք մեկս մյուսի հետ կապի մեջ ենք, նաև մարզպետարանի առողջապահության վարչության հետ ենք անընդհատ կապի մեջ, ցանկացած ինչ որ մի խնդիր, որը առաջինը մեկ պոլիկլինիկայում է արտացոլվում, բնականաբար դրա մասին մենք տեղեկացնում ենք մեր մյուս գործընկերներին, ինչու՞ չէ, որոշում ենք թե որ տարբերակով է ավելի ճիշտ այդ խնդիրը լուծել, կամ լուծման գտնելու դեպքում բնականաբար կիսում ենք, որ օրինակ կա այստեղ այսպիսի խնդիր, եթե դեռ չեք բախվել, որ բախվեք, սրա ամենաճիշտ լուծումը էս է։ Մենք արդեն բախվել ենք, այս խնդիրը լուծել ենք, ամենաճիշտ օպտիմալ տարբերակը էս է, ու դա եւս թիմային աշխատանքի դրսևորում է բնականաբար, որովհետեւ մեր համար կապ չունի, թե բուժառուն որ պոլիկլինիկայում է սպասարկվում, բոլոր պոլիկլինիկաներն էլ մերն են, քաղաքացիները բոլորն էլ մերն են, բնականաբար մեր յուրաքանչյուրի առօրյա աշխատանք ուղղված է մեր քաղաքացիներին ավելի որակյալ, ավելի պատշաճ ու ավելի լավ բուժ սպասարկում ապահովելու։ Հաճախ են լինում, երբ ուրիշ պոլիկլինիկաներից պարզապես ցանկանում են, որ ձեզ մոտ գրանցվեն։ Նայեք, օրենքը այսպիսին է, որ քաղաքացին բուժառուն ազատ է որոշելու ոչ միայն իր ընտանեկան բժիշկին, այլ նաև սպասարկվող պոլիկլինիկային անկախ իր գրանցման հասցեից, նույնիսկ կախված չէ թե որ քաղաքում է ապրում։ Օրինակ ես իմ մոտ պոլիկլինիկայում որ ուղիղ հիշում եմ, որտեղ նոր է եղել, մի քանի օր առաջ Գորիսից տեղափոխված մարդ ունենք, բուժառուն տեղափոխվել է, աշխատանքի բերումով Երևանում է, ասում է ավելի հարմար է կամ այստեղ շուտ-շուտ գնում քալիս եմ, այստեղ գրանցվում, այստեղ մնամ։ Երևանում է բնակվում, հա, վերանորոգման աշխատանքներին եկավ, ինքն էլ մասնակցեց վերանորոգման աշխատանքներին, ասում է իմ սարկած հիվանդանոցն է, այստեղ ուզում եմ սպասարկվեմ, բոլոր բժիշկները դա արդեն ծանոթ եմ, մտերիմ եմ, ինձ ավելի հարմար է այստեղ։ Բնականաբար այդտեղ ոչ մի նեղվածություն կամ չգիտեմ ինչ որ այլ հանգամանք չկա, որովհետև ելի եմ ասում, մեր բոլորի թիվ 1 գերակա խնդիրը մեր քաղաքացիների նորմալ եւ որակյալ բուժապահովումով սպասարկել ճանապարհելն է։ Այստեղից էլ այլ տրամաբանական հարց՝ բուժառու բժիշկ կապը ինչպես է գնահատում։
Նայեք, դա կարելի ասել յուրաքանչյուր բժիշկի պարտականություն է, եթե չասեմ պարտավորությունն է, բարեհամբույր կիրթ փոքր ինչ նաև ինչի չէ, կարելի է այսպես ձևակերպել համբերությամբ ու հոգատարությամբ լսել բուժառուին, ինչի, որովհետև բուժառուն նախ եւ առաջ ինչ որ ախտորոշում, ինչ որ հիվանդությամբ է եկել, որովհետև շատ հաճախ հենց հիվանդության առաջին ախտորոշումը տեղի ունենում պոլիկլինիկայում, բնականաբար մեր բժիշկները դրա հաշվի առնելով են այդ ըմբռնումով են մոտենում հիվանդին, հիվանդը կարող է գալ կոպիտ խոսել, հիվանդը կարող է գալ դժգոհություն արտահայտել 5-10 րոպե կամ 2 րոպե սպասելու համար, բայց մենք փորձում ենք նմանատիպ խնդիրները շատ արագ լուծել։ Ես ինքս աշխատանքի ժամի ընթացքում շատ հաճախ պոլիկլինիկայի տարածքում շրջում եմ եւ ցանկացած բա որտեղ որ տեսնում ես ինչ որ կուտակում կա, հերթն ավելի շատ է գոյացել, ուղիղ փորձում ենք հենց այդ բային խնդիրը լուծել, ոչ թե խնդիրը թողնենք, որ ավելի բարդանա, նոր ինչ որ լուծումներ գտնենք։ Եվ քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր ժամանակը մոտեցել է իր ավարտին, ես կուզենայի որպես ավարտ ձեր կոչը եւ հորդորը հղեիք մեր հեռուստադիտողներին։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ կոչն ու հորդորը հետեւյալն է. մի թողեք ձեր հիվանդությունները բարդանան, եթե օգտվում եք ապահովագրության ծրագրից, արեք առաջին իսկ խնդրի հայտնաբերման դեպքում, արեք ձեր տեղամասային բժշկի մոտ, անպայման անցեք ստուգումները, քանի որ ինչպես գիտենք, բոլոր հիվանդությունների բուժման ամենաառաջին պայմաններից մեկը դա վաղ ախտորոշումն է եւ ճիշտ բուժման կուրս նշանակումն է, արեք անցեք ստուգումներ, ձեր ախտանիշները ասեք բժիշկներին, բժիշկները ձեզ բնականաբար ամենաճիշտ ու ամենագրագետ խորհուրդը կտան, որպեսզի լինեք առողջ ու մենք ունենանք առողջ հասարակություն։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ բովանդակային զրույցի համար եւ ցանկանք, որպեսզի առաջիկայում այդ ծրագրերը, որոնք նախատեսվում են, հաջողությամբ իրականացվեն։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մկրտչյանին։ Եղեք առողջ, Medinfo-ն էր եթերում։